Բարև ձեզ իմ սիրելի յութուբյան հետևորդներ, ձեզ հետ ծովին արգդայական տարօթվա հոգեբանն եմ։ Այսօր ես որոշել եմ բավականին ծավալուն թեմա քննարկել, կապված մոգության հետ, ախտորոշումների, մաքրումների և մոգական պաշտպանությունների հետ։ Ինչու եմ ես այս թեման ընտրել, որովհետև տգիտությունը բավականին մեր երկրում շատ է եւ ես որոշել եմ այդ թուղթուգիր, որ ասում են, իմ այդ թուղթուգիր ասողները, այդ տգետները, ովքեր չեն հասկանում, մասնագետ իրենց կոչելով վկաբույչ կա, հա, ինչպես միշտ ասում են։ Մի փոքր հիմա ես այսօր այդ մասին կխոսեմ, որպեսզի մեր ժողովուրդը շատ բան հասկանա։ Ուրեմն մաքրումների հետ կապված բացասական ազդեցությունների տեսակները ընդհանրապես մարդու վրա շատ տարբեր ախտանիշներ ունեն, երբ ինձ դիմում են դրա համար ես փորձում եմ դիագնոստիկա տանել, մասնագետները իրական այդպիսին են նոր ախտորոշումից հետո որոշել հասկանալ ինչ ախտորոշման մասին է բացասական եւ նոր որևիցե աշխատանք վերցնել եւ կատարել։ Նաև լինում են հետհարվածներ, որոնք կոչվում են ատկատներ մոգության մեջ, հենց բացասական էներգիայի վերադարձի մասին է այստեղ խոսքը, կանոնը եւ հետհարվածը ստանալու պատճառները։ Մակնումների հետ ընդհանրապես աշխատելու կանոնները, այստեղ գլխավոր կանոնը այն է, որ միշտ պետք է բացառապես ախտորոշումից, դիագնոստիկայից հետո կատարվի մաքրումները։ Այսինքն ախտորոշման միջոցով մենք մաքրում ենք, կոնկրետ որոշում ենք, հետո նոր պետք է տեսակը տեսնես բացասական երևույթի, այլ ոչ թե մի հատ թուղթուգիր, որ ասում են, դրա համար էլ որոշում, մարդիկ չունեն արդյունքներ։ Պետք է տեսնես ինչ տեսակի բացասական էներգիայի մասին է խոսքը, որ հետո հասկանաս, ինչ ազդեցություն կա հաճախորդի վրա եւ ըստ դրան ընտրում ես համապատասխան ծիսակարգը եւ սկսում ես աշխատել հաճախորդի հետ։ Ուրեմն, սկսեմ բացասական էներգիայի տեսակներից, որպեսզի ազդեցությունները, որոնք կարելի է բաժանել մի քանի տեսակի, որպեսզի շատ մարդիկ հասկանան։ Կենցաղը գիտեք, հա, ինչ է նշանակում։ Կենցաղային բացասական էներգիան։ Նա ինչից է առաջանում սոցիումում շփումների հետևանքով, ինչու, որովհետև մեր նուրբ մարմինները կարելի է համեմատել հագուստի հետ։ Օրինակ, զգեստը դուք կարող եք հագնել գնալ աշխատանքի, իսկ տուն վերադառնալս ձեզ այն կարող է թվալ, թե թարմ չի։ Այդպես էլ նուրբ մարմիններն է, որը պետք է պարբերաբար մաքրել կամ լողանել խոսքի օրինակ։ Գալիս եք տուն, մտեք մի հատ դուշ, լողացեք այդ նեգատիվը բացասականը մաքրեք։ Որովհետև սովորաբար մարդիկ կարող են զգալ, թե երբ պետք է մաքրում անել, հաճախ տհաճ մարդու հետ շփումից հետո։ Կենցաղային ընդհանրապես բացասականից ազատվելու համար երբեմն բավական է նաև լվանալ ձեր ձեռքերը աղով թեկուզ, դուշ ընդունել, հա, ցնցող, կարդալ ինչ-որ համապատասխան աղոթքներ, կապանք կամ վառելմուն, բարձրաձայն պատմելով ձեր բացասականը օրվա ընթացքում տեղի ունեցած բոլոր տհաճություններից։ Երկրորդը բացասական ազդեցությունը սա արդեն 100% դիտավորյալ հասցված վնասն է մոգական ծրագրերի միջոցով։ Հիմա դուք կասեք, սա որտեղից գիտեք։ Ես նաև սովորել եմ, չմոռանանք, բարձրագույն Վելեսի դպրոցում եւ ես գիտելի թե հենց այնտեղից եմ ձեռք բերել։ Ամառոջ կա լսած կլինեք, դա մարդու մտքի շփոթեցումն է։ Սա մոգական մի բացասական երևույթ է եւ ոչ մի կապ չունի այդ որ ասում են սև գիր։ Դա ինչպիսի ազդեցություն կարող է թողնել մարդու վրա։ Նպատակն է զրկել զոհին օբյեկտիվ պատկերացումից եւ նրան փաթաթել պատրանքային ներշնչված մտքերով։ Այսինքն մարդու մոտ դա ինչպես կարող է դրսևորել։ Մարդը կարող է չկարողանա, հա, սթափ գնահատի իրավիճակը, բայց կարծում է, թե ամեն ինչ անում է սեփական կամքով։ Օրինակ բերեմ, եթե համառոճկա է արված, մտքի շփոթեցում, խոսքի օրինակ զույգի վրա, հա, դա դրսևորվում է անպատճառ ագրեսիայով եւ բաժանվելու կամ վիճելու կպչուն մտքերով։ Երբ ծրագիրը դրա ավարտվում է, մարդը սթափվում է եւ զարմանում է։ Այս ինչ արեցի ես։ Ախտանիշները ոնց կարաք հասկանաք, մտքերի շփոթություն, գիտակցության մթագնում, ոնց որ զոմբիացած լինեք, սեփական անձի եւ շրջապատի
Անհասկացվածություն։ Հաճախ թշնամիներին կարող են ընդունել որպես ընկերների, իսկ ընկերներին թշնամիների հակառակը։ Նաև հնարավոր է տեսողական խաբկանքներ, հալուցինացիաներ, տեսողության կարող է լինել վատացում և նյարդային տիկեր։ Մոգի համար ստեղ վտանգ է, հա, եթե մոգական գործիքների վրա կա ամառոճ կա, դուք չեք կարողանալ ճիշտ ախտորոշում անել, ստեղ գործիքները կարող են ձեզ տալ կեղծ պատասխաններ։ Հետհարվածները եւ պատասխանատվություն հենց մոգության մեջ։ Ընդհանրապես մոգության մեջ ոչ մի մարդ դեռ չի խուսափել իր սխալներից կամ հետհարվածներից, հա, այսինքն ատկատներից։ Դրանցից իհարկե պետք չի վախենալ, բայց պետք է գործել բավականին խելամտորեն։ Մարդկանց հոգեբանությունը, հա, այնինչ անում ենք ուրիշին կարող է անդրադառնալ ձեր կյանքի վրա, օրինակ, փակելով ինչ-որ մեկի ֆինանսական ճանապարհը դուք կարող եք փակել նաև ձերը, ինչը շատ մարդիկ մոգեր, եթե նոր են մտել այս ասպարեզ, չեն էլ հասկանում։ Պատասխանատվությունը շատ կարևոր է, եթե հաճախորդը խոսքի օրինակ դիմում է ձեզ վնասակար գործողության համար, օրինակ անեծք կամ փորձ են ասում, հա, դուք պետք է նրան բացատրեք ողջ պատասխանատվությունը։ Այդ բացասական էներգիայի հետ հարված է, այսինքն ատկատի էներգիայի մասին է խոսքը, որը որ կարող է այդ հետարվածը պատասխանատվությունը կրի հենց թե հաճախորդը, թե կատարողը կարմիկ աշխատանքներով արել է։ Ստա անվտանգությունը նա է, որ մոգությամբ պետք է զբաղվեն միայն ինքնավստահ, բավական իրենց սեփական ուժերին տիրապետող մարդիկ, եթե ծիսակարգից հետո ինչ-որ մնացորդներ եք թողնում խաչմերուկներում, այսպես կարելի է ասել, որպես վճար, հա, օդկուպ են ասում, ապա այն պետք է լինի համապատասխան, այսինքն ստանդարտ, ընդհանրապես կհասկանան, ես ինչ նկատի ունեմ, օղի, մետաղադրամներ, խոսքի օրինակ, սիգարետ եւ այլն, ոգիներին կամ ուժերին կերակրելու համար, որպեսզի նրանք ձեզ չվնասեն հետագայում։ Դե բնական է, սա մոգության դասընթաց չի, որ ես պրակտիկան բացատրեմ եւ այլն։ Ընդհանրապես մարդիկ, ովքեր որ այսպիսի աշխատանքներ են տանում, պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի չվնասեն այլ մարդկանց։